Ողջույն իմ հրաշք Քասախ, շնորհավոր 60-ամյակդ։ Շնորհավոր իմ ուժեղ, լավ մարդկանցով լի Քասախ, սիրելի հյուրեր, բարև եք եկել մեր տոնին։ Բարի երեկո հարգելի հյուրեր, այսօր մեզ համար սպասված և պատմական օր է, նոր Քասախ արդեն 60 տարվա պատմություն ունի, այն միշտ է եղել հյուրընկալ, բայց այսօրվա հյուրընկալությունը բացառիկ է թե հրաշալի հյուրերի, թե տոնի կարևորությամբ։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։ Սիրով ողջունում ենք մեր պատվավոր հյուրերին։ Նաիրի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանին։ Այսօր հարգելի պատճառներով Նաիրի համայնքի ղեկավար Նուրայր Սարգսյանը չի կարողացել մասնակցել։ Շնորհակալություն ուղերձով ներկա է մամուլի խոսնակ Ժաննա Սազարյանը։ Համեցեք։ Նաիրի համայնքի հարգելի բնակիչներ, սիրելի քասախցիներ։ Քասախն այսօր նշում է իր հիմնադրման 60-ամյակը։ Սիրելի քասախցիներ, շնորհավորում եմ Քասախի հիմնադրման 60-ամյակի առթիվ, ձեզ մաղթում եմ բարօրություն, նորանոր հաջողություններ կյանքի բոլոր բնակավարներում։ Այսօր 6 տասնամյակների հեռավորությունից վերլուծվում և գնահատվում է բնակավայրի անցած ճանապարհը, հիշատակվում են այդ ճանապարհի հաղթահարված դժվարությունները, հաջողությունները և ժամանակի քննությանը դիմացած ձեռքբերումները։ Քասախցին հմուտ այգեգործ է, արհեստավոր է, մշակութային գործիչ, գիտնական, բժիշկ, իրավաբան, մարզիկ և մարտիկ, և ի վերջո գիտակից ու հայրենասեր քաղաքացի։ Մենք խոնարհվում ենք 44-օրյա պատերազմի ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանի և նրա զինակիցների հիշատակի առջև, հպարտանում նրանց սխրանքով։ Այսօր քիչ չեն հանրապետությունում ճանաչում ունեցող քասախցի մարզիկները, որոնք նշանակալից ներդրում ունեն հանրապետության և համայնքի մարզական կյանքում։ Նրանց շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում բարձրացվել է հայոց եռագույնը։ Իրենց բնակավարներում կայացած ճանաչում ձեռք բերած քասախցիների շարքերը տարեցտարի համալրվում են Քասախի դպրոցների նորովի մտածող, արդի տեխնոլոգիաներին գերազանց տիրապետող, ժամանակի մարտահրավերները համարձակորեն ընդունող և հաղթահարող շրջանավարտներով։ Բնակավայրը մարդիկ են, մարդիկ, ովքեր իրենց արմատներին հավատարիմ, սրտացավությամբ ու հոգատարությամբ պահում են իրենց հայրերի ու պապերի ստեղծածը և ամեն օր սիրով ու քրտնաջան աշխատանքով ստեղծում են նորը։ Այսօրվա Քասախը լինելով մայրաքաղաքին շատ մոտ գտնվող բնակավայր, կրելով քաղաքային կյանքի ազդեցությունը կարողացել է պահպանել սերնդեսերունդ փոխանցվող դրական գեղեցիկ ավանդույթները, դրանք դարձնելով սերունդների համերաշխության, մարդկային գեղեցիկ հարաբերությունների ձևավորման և պահպանման միջոց։ Երախտագիտության խոսք եմ ուղղում նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել Քասախ բնակավայրի հիմնադրման և զարգացման շնորհակալ գործում։ Կրկին շնորհավորելով Քասախի հիմնադրման 60-ամյակը, մաղթում եմ ընտանիքներին ջերմություն և բարեկեցություն, խաղաղ պայմաններում ստեղծագործբեղուն աշխատանք։ Շարունակենք ծրագիրը։ Մեր տոնական միջոցառումների մեկնարկը տրվել էր 2 ամիս առաջ։ Ընդ որում մենք այսպիսի ոգևորված Քասախ երբեք չէինք տեսել։ Տոնական միջոցառումների անցկացման օրերին Քասախում իրական գեղարվեստական շքերթ էր։ Մարդիկ կարոտած գրկում էին իրար, զրուցում, հիշում իրենց հին ու բարի օրերը։ Մի խոսքով, սա աննկարագրելի ուրիշ Քասախ էր ու այնքան երանելի, որ կարծես Քասախի ամեն անկյունից սեր էր ծորում։ Էրիկ ջան, շատ ճիշտ ես, բայց եթե կարողանանք սերը պահել ոչ թե 2 ամիս, այլ ամբողջ տարին և ընդհանրապես, դա կլինի բոլորիս ամենամեծ ձեռքբերումը։ Մեր հանդիպումների ժամանակ ունեցել ենք բավականին շատ քննարկումներ, հնչել են բազմաթիվ մտքեր, գաղափարներ, եղել են համաձայնություններ, տարաձայնություններ, բայց դրանք հաղթահարվել են սկզբունքային մոտեցմամբ, բահո պատահաբար չի ասված, գմեշ մի կիդամ մեղայասու չմսի։ Ճիշտ այդպես։ Այսօրվանից Քասախում անցկացվող ցանկացած միջոցառում սկսելու է Քասախի օրներկով, որի հեղինակներն են Հայաստանի վաստակավոր գործիչ, հանրաճանաչ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, խոսքերի հեղինակ, շնորհաշատ քասախցի, Քասախ գյուղի պատմության մասին լայնածավալ և արժեքավոր երգատոր գրքերի հեղինակ Ջանիկ Սահակյանը։ Օրներքն առաջին անգամ հնչելու է այսօր։ Երևանի քաղաքապետարանի Երևան փողային նվագախումբ
եւ Քասախի արվեստի դպրոցի մանկական երգչախումբ։ Գեղարվեստական ղեկավար Լիլիթ Ստեփանյան։ Իսկ հիմա Երևանից նվեր Քասախին, Պոպուրի, Երևանի քաղաքապետարանի Երևան փողային նվագախումբ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայ Քովակիմյան, դիրիժոր Երևանի քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Իրինա Գասպարյան, ողջունենք։
Շնորհակալություն բոլորիդ այս նվերի համար եւ ուզում եմ մեր բարբառով օրհնել ձեզ։ Օջախներդ շեն եղնի։ Քասախի խորհրդանիշը կենաց ծառը հայկական դեկորատիվ արվեստի ամենահին մոտիվներից է, որ խորհրդանշում է հավերժություն եւ վերածնունդ, պաշտպանում է տունը եւ բերում բեղնավորություն։ Հենց այս խորիմաստ գաղափարով է առաջնորդվել մեր խորհրդանիշի հեղինակը, անվան հուրին, Անին ու Դանին, սիրված անիմացիոն ֆիլմերի բեմադրող նկարիչ անիմատոր Գայանե Բաբայանը։ Այս օրերին սոցիալական ցանցերում արդեն տեսել եք Քասախի խորհրդանիշը կարգախոսը։ Քասախի 60-ամյակի առիթով Facebook սոցիալական հարթակում գործում է Իմ Քասախ էջը։ Էջն ունի բազմաթիվ դիտումներ։ Համոզված եմ այս հարթակը եւս ձեր օգնությամբ կդառնա ճանաչելի։ Առիթը բաց չթողնելով առաջարկում եմ հավերժացնենք այս պահը։ Ովքեր ունեն դրոշակներ, խնդրում եմ վեր բարձրացրեք։ Ուխտավորների ավտոշարասյունը կանգ առավ քասախցիների սիրելի սրբատեղիի Թուխ Մանուկի մատուռի մոտ։ Տարեցները մատուռնի վեր ելան իրենց երբեմնի առույգությունը վերագտած, իսկ երիտասարդները սրտի թրթիրով Թուխ Մանուկին ապավինեցին իրենց երազանքներն ու սկսվեց պարը։ Իլուր հզոր նախնյաց, հայրենի բնորանի, որ եկել են հավատով և ուրախ սրտով։ Ուխտավորների սրտաբուխ ուրախությունը, ոգևորվածությունը տեսնելով, ինչպես կարող ենք չհավատալ Թուխ Մանուկի ուժին, որ հրաշագործ քարից լույս է ճառագում ու բժշկում իր դուռը եկածներին։ Հավատավոր մարդկանց պակաս երբեք չի ունեցել մատուռը։ Լինի ամառ թե ձմեռ, օրվա տարբեր ժամերի, գոնե մեկ քասախցի անպայման այցելում է մատուռ։ Վառում է իր մոմը ու հայացքը նետում երբեմնի կյանքով եռում դատարկ գյուղին։
Թուխմանուկի քարը մասունք է, հին ու նոր կասախցիներին իրար կապող կամուրջը։ Նրանց նախապապերն Արևմտյան Հայաստանից Թուխմանուկի քարը նոր բնակավայր են բերել գորովանքով, սեփական երեխայի պես փայփայելով։ 2 դար առաջ առաջինը քարն է գտել իր հանգրվանը, որից հետո բլրի փեշերին իրենց տուն ու տեղն են սարքել հայ գաղթականները եւ մատուռի զորավիկ ուժին ապավինած արմատներ գցել։ Թուխմանուկի մատուռից հետո ուխտավորների ուրախ երգն ու պարը շարունակվեց վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Արմատներով դեպի ապագա ուխտագնացությամբ կասախցիներն արժևորեցին անցյալը, նախնյաց հողի վրա ծածանեցին նոր Քասախի խորհրդանիշ դրոշն ու շարժվեցին առաջ։ Արմատներով դեպի ապագա։ Քասախ, շնորհավոր 60-ամյակդ։
Արմատներով դեպի ապագա։ Այս կարգախոսով են անցել բոլոր միջոցառումները։ Արուսյակ մանկապարտեզում Արցախյան հերոսներ Ռոբերտ Գևորգյանի, Արկադի Հովհաննիսյանի անունները կրող առաջին եւ երկրորդ դպրոցներում։ Արվեստի տանը կյանքի շուրջ բար ենք բռնել եւ վայելել ենք մեր սուրբ լավաշը անմիջապես թոնրից հանված։ Միասնության մարաթոն եւ այլ միջոցառումներ ենք անցկացրել։ Այսօր վերաբացվեց գյուղի հիմնադիր տնօրեն Սողոմոն Հակոբյանի անունը կրող զբոսայգին։ Երիկ ջան, ես գրեթե բոլոր միջոցառումներին եմ ներկա եղել եւ ուրախ եմ, որ հիմա մեր երիտասարդ սերունդը ավելի բովանդակալից ու հետաքրքիր անցկացնում կյանքը առօրյան եւ մեր գյուղին հաղորդում յուրահատուկ հմայք։ Քասախը ունեցել է եւ ունի բազմաթիվ ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ Հայաստանի եւ այլ երկրների բուհերում, ծրագրավորողներ, ֆիզիկոսներ, տնտեսագետներ եւ մենք կարծում ենք, որ այդ թիվը դեռ կշարունակվի։ Աղջիկնեգա բուլանը խան, նանինանանա, լուսնեգը պես կշող շղան, նանինանանա։ Կազախցիները անսահման սիրով ու գորովանքով են կապված իրենց հայրենի բնորանի հետ։ Տպավորություն է, թե այն շունչ ու ոգի ունի, օժտված է մարդկային հատկանիշներով եւ մինչեւ օրս շարունակում է մնալ պաշտելի, սիրելի։ Սկսենք արմատներից։ 1829 թվականին, երբ ավարտվեց ռուս-թուրքական պատերազմը, այն ժամանակ թույլ տվեցին, որպեսզի ցանկություն ունեցողները հայերից վերադառնան Արևելյան Հայաստան։ Մելիք Ավեն, որ ժամանակի կրթված մարդ էր, Սարեն, Ասլանը, Մկրտիչ Վարդապետը գնում են Թավրիզ։ Հանդիպում են Ռուսաստանի դեսպանին, խնդրագիրը ներկայացնում են, Գրիբայեդովը գրություն է ուղարկում գեներալ Պասկևիչին, թե ցանկացող մարդկանց ձեզ հետ ռուսական զորքի հետ տեղափոխեք Արևելյան Հայաստան։ Կազախ գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Գյուղի անունը Չամռլու է եղել, գտնվում է Կազախ գետի ափին։ Ընտանիքները եկել են Արևմտյան Հայաստանից հիմնականում Մշով գավառից, մեծ մասը Կոփի գավառակից։ Հիմա կոչվում է Բուլանուխ։ Բուլանուխը հայերեն որ թարգմանեն կլինի մշապատ տեղ, դարձյալ ոնց որ մուշը։ Մեր գյուղը հիմնադրել է 42 ընտանիք, եղել են ընդամենը 260 մոտավորապես մարդ։ Հայաստանի տարբեր տեղերում եղել են, վերջապես փնտրել գտել են այդ գյուղը, որ նման լինի գոնե մի քիչ իրենց նախնիների բնակավայրին։ Ես 2011 թվականին եղել եմ մեր նախնիների բնակավայրում եւ ուշադիր նայել եմ աշխարհական դիրքին, տարածքին։ Իրոք շատ նմանություն կա, միայն մի տարբերությամբ, որ այնտեղ շատ ճոխ է բնություն ամեն ինչով, մեր է մի քիչ աղքատիկ։ Անհրապույր քոչվոր ցեղերից մնացած մի քանի կիսավեր տներով, ցեխով լցված դաշտերով, անհամար քարաժայռերով լի տարածքը անհամեմատելի էր իրենց երգերի գեղեցկության հետ։ Բայց պետք էր ապրել, թեկուզ ոչ հայկական անուն ունեցող Չամռլու գյուղում։ Կստացվեր ցեխավայրը դարձնել դրախտավայր։ Միգուցե իրական պատկերում այն հեռու էր երազանքից, սակայն գյուղի միջով հոսող Կազախ գետն այլ բան էր խոստանում։ Եվ գետի արագահոս առուների կենարար ուժին ապավինած, հային հաջողվեց իր նոր բնակավայրը դարձնել ապրելու երկիր։ Չամռլուն ուժեղ գյուղ էր։ Հետո Չամռլիցին ամբողջ շրջան, ամբողջ բան տարածքն գիտին Չամռլիցիկ ինչ մարդիկ են։ Ինչ մարդիկ են։ Բան իրանց խոսքի տեր մարդ են։ Ուրիշ ոչ մի բան։ Չամռլուն առաջ երթին շատ մարդասեր, հյուրասեր ժողովուրդ են եղել։ Հյուրասեր, աշխատասեր ժողովուրդ են եղել։ 42 թվին որ պատերազմը սկսավ, անենց ընտանիքներ գիշեր տղամարդկանց հետ մնում էին չոր, որ հաց են հավաքել, ցոր են քաղեն բերին։ Երկու գյուղի հող են մշակել մենք։ Տիղմով լի հողը հետս հետը դարձավ բարելահող։
ամեն ընտանիք սարքեց իր օջախը։ Արագածի փեշերից եկող ծաղկաբույրին խառնվեց տաք թոնրատներից ելնող հացի անուշ բույրը։ Թունդիրը մամաս էր սարքում ճյուղի թունդիրները կավից։ Կավը գնում էինք մեր թող մանգատակից կավը մենք շալակով բերում էինք, սաղոր կոխրճու այդ կավերը լռում էր հունձում, ոնց որ խմորը որ հունձում են շատ գյուղերում ոտով են չէ հունձում, մենք այդ կավերը հունձում էինք մորս հետ քուրերով, աղբերներով ու սարկում էին, մերս տենց կոլոլակներ անում էր, թունիրը սարկում էր, թունդրի տեղը փորում էին 30-40 տղամարդ պարաներով կապում, միջացնում էին, նորից տեղել վառում էին, այդ թունդիրը կարմրում մլնում էր բան, 2-3 օր վառում էին, որ չճաքեր, չփճանար ու այտենց հետո մերս հաց էր թխում այդեղ։ Եղա 17 տարեկան ամուսնացրեցի։ Ու հարսեի սաղի հետ։ Կիսուրիս հետ հարսեի, տեկորս հետ հարսեի, տեկորս կնգա հետ հարսեի։ Եմ վաղ չխոս կանին, դի չխոսի։ Հա, որ գնում էինք ջուրն էլ չկար է, որտեղից կաղկալ, գիտեք կաղկալ, դնում էինք թևի մզի վրեն, 2 վեդրո ձեռան, մեկն էլ էսենս ձեռան գալիս էինք, որ մեծ մարդ նստած էր, պետք է գնանք ձեռ։ Որ չէին կարա խոսանք բարև տային, պետք է սենց ձեռ գնայինք։ Ես տարբնի արեստն, այո, ես սիրել եմ էլի քվատնտեսական աշխատանքը, սիրել եմ մանավանդ երկաթի կորդով։ Աշխատել ենք իրար հետ գյուղական պայմանում կնյազի հետ, տարբին այդ ժամանակ նորից ասեցի մեր նախագահ Թոմասյան Երջանիկներ։ Ինձ ասեց արի գնա կնյազի հետ տարբին օգնական աշխատի։ Ես էլ եկա կնյազի հետ աշխատանք տարբնոց, կողքի հետ են փայդամշակման էր, ես կողմն էլ տարբնոցներ։ Բարև, իմ լավ ընկեր, իմ ոնց որ անպաշան ընկեր։ Ասեմ, մի տարի բերկը հավաքին, բերկի բախսման ժամանակ 100 կիլանոց մեշոկը իմ թևին տրած 100 կիլանոց։ Եկա հանցնելուց է ներսը, ես պոչը խպեց այդ պատին, այդ մեշոկը իմ շալակից 10 մետր խորության իսով։ Ոչ ճվա, ոչ պերանը պասվա։ Ռյատ թազակ բաներն են։ Կրթության և հատկապես մշակութային հավաքների միջոցառումների համար կառուցված դպրոցն ու ակումբը եկան փաստելու, որ գյուղն սկսում է ապրել։ Դպրոց ունենք մենք, սկզբում տարական դպրոց, հետո 7-ամյա դպրոց։ 90-ական թվականին փոխվեց նաև դպրոցական կյանքը։ Դպրոցի շենքը ընդարձակվեց, կարգին բարեկարգվեց, նորոգվեց, հետո ուշադրությունը մեծ էր։ Դպրոցը ոչ միայն ունենք ցերեկային դպրոց, ունենք նաև երեկոյան դպրոց, որ սիրով հաճախում էին տարեց մարդիկ։ Մի անգամ մի լավ մաթեմատիկայի դասատուն ենք, շատ խստապահանջ դասապարապում մեծերի հետ։ Նրան թվաց, եթե փոքր երեխեքներ, որ ստիպի դաս սովորեն, հիմա պատմումը մաթեմատիկա է բացատրում գրախտակի վրա ամբողջը կավի չոտելա բան, դες ոգևորված։ Դե մարդիկ մեկը քնել է, մեկը անուշադիր է, մեկը մի սրամի տղա կար, ժամկոչի սարոն, ասես, ընկեր Հովհաննիսյան ջան, ախր դու մի աղքես, ինչ այդքան չարճրվես, մենք կդռնե բան չենք հասկնա, մզի կարգին բան պատմը լսենք։ Ես ավարտել եմ 76-րդ դպրոց, ռուսական դպրոց, Կամոյի անվան ռուսական դպրոց։ Եկա գյուղ մի շաբաթ մնաց Մելկոնյան, մեր ուժան մեկ էլ եկա Սեդա ջան, բան քերեկենյաս տունը։ Պապաց եկա քերեկենյաս Սեդայի նշանակել են իմռլու ռուսաց լեզվի դասատու։ Ու այդտեղից էլ Բաժնիվարից Սահակյան Վազգեն եղավ։ Էլին մեծ լավ բարի մարդ։ Ինձ տեղափոխեց Սիդուն լավ մեր գյուղ։ Գյուղում կառուցվեց ակումբ, որի հեղինակը Ալեքսանդր Թամանյանի որդին էր, Գևորգ Թամանյանը։ Ես ամենաշատ սիրել եմ Չամռլուն։
Այն ժամանակ, որ գյուղում հարսանիք էր ելնում, մենք փոքր երեխա խսիլ էինք ասում, խսիլները վերցնում էին, աթոռ էր որպես փոքր մարդկար ուներ, աթոռ մարդկար այդ խսիլները վերցնում էին, ելնում էին մեր գյուղում էլ ընտիր դալիճ ունեինք, ելնում էինք երկու պար նվագ, Օղորմած աղաջան խաչոր նվագ էր խփում, երկու պար թաղալու, իրար տեսնել, ճանաչել, ամեն մարդկայնությունը գյուղից է, չամռնից է եկել։ Անկոտրում մարդիկ սիրեցին սեփական ձեռքերով շենացրած գյուղը, սիրեցին կյանք տվող քասախ գետը, սիրեցին այն աստիճանի, որ անգամ գետի առուներից մեկը, որ հոսում էր գյուղի տների կողքով, բաժան արեցին ու կոչեցին իրենց տների անուններով։ Թումե առու, Ալո առու, Սարհատի առու, Ազատի առու, որքան տուն, այդքան առու։ Այսպես էին նաև թաղերը, Գալուստի, Մնոյի, Ժամկոչի Մուրադի, Ջլոյի թաղ։ Քասախը երկու թաղամաս էր, ներքևի թաղամաս էին ասում և վերևի։ Մենք ամենավերջի քասախի կարամ ասեմ, քասախ գետի, երևի մի 200 մետր քասախը մի կողմից էր հոսում, իսկ այս աչ կողմում էլ ջուրը առու կար, ջրաղացներ աշխատացնում։ Էդ էր, մեր տունը էդ երկու ջրի արանքում էր։ Մեր Գերդաստանին անվանել են Արդենի ասո։ Արդենի ասո, ասենք թե իմ պապային ասել են հրաչ, իմ հորոխբորը ասել են Արդենի ասո Սահակ, վերջը դենց, թաղ, դենց սաղը համարյա մի 50-100 մետր տարբերությամբ տներ են կառուցել, բնակվել են, այդտեղ հիմնվել են։ Գյուղի հիմնադրումից 117 տարի անց 1947 թվականին ի պատիվ Քասախ գետի Չամռլու գյուղը կոչվեց Քասախ։ Սիրելի Քասախը թողնելու որոշումը դարձավ անբեկանելի։ Դա խորհրդային Հայաստանի կառավարության որոշումն էր։ Որովհետև ճիշտ է, այդ ժամանակ սկսվել էր Արփասեվանի շինարարությունը, բայց բոլորն էլ ժամանակ գիտեին, որ Արփասեվանի շինարարությունը հարցը լրիվ չի լուծում, մասնագի է լուծում, ես Սևանը փրկելու համար հարկավոր են նաև ուրիշ ջրամբարներ։ Հին Քասախի տեղում կառուցվեց ապարանի ջրամբարը։ Ջուրն իր մեջ ամբարեց, իր ալիքներին պահ տվեց գյուղի լավ ու վատ օրերի, քաջ զավակների, անխոնջ աշխատավորի, արվեստաշատ մարդկանց մասին անթիվ պատմությունները։ Ապարանի տարածաշրջանը այնպիսի երկեցիկ, բացառիկ երկեցիկ շրջան է մինչ օրս, ձայնագրելով քասախցի այն երգասացներին, որոնք 80 տարեկան էին, երգացանկը հրատարակել եմ նոր ապարանի ժողովրդական երգերի 10-րդ հատորով։ Այս երգը դարդում երգում է Բուլուլբեկ Պողոսյանը, շատ եզակի Դարդոլետ նանեցայն եմ ետինգնի խապի հորայուցարը Համար ինգը երգում է բավական Հրացականյան։ Իմ սիրունա հայրեն եկ չեքնաղաբամարան Սարդորակ աղբյուրներ պյուն ու հազար ունիաս Ոտետ մակուր ջերեր է պաղաբարան Բարեբախտաբար, բավական և լենատատիկների զուլալ երկեցողությունը պահպանվել է Բարև երկիր տեսավորովակում։ Հարազատ շենից մնաց միայն հիշողություն։ Մնացին Ալագազին ու Քասախին ձոնված հազարավոր երգ ու տաղ,
Մնացին սրբատեղիներն ու սանգրները, քարաժայռերը, կանաչ յայլաներն ու նախնյաց գերեզմանները։ Մարդիկ հեռացան իրենց հողից, բայց չկարողացան մոռանալ հայրենի բնաշխարհի գեղեցկությունը։ Շատ քասախցիներ բնորանի անսահման սերն ու կարոտը արտահայտել են բանաստեղծությունների, երգերի միջոցով։ Ապարանը տողատ ես նոր շենում անգերվանատ Չերամբարի տագմենացած ծննդավայրսին կանչում Այս երգն էլ կարոտից ծնված մի հուշ է։ Ամեն անգամ երգելիս արցունքոտվում էին հեղինակի աչքերը։ Իր երգի ելևեջներով նա էլ շատ քասախցիների պես մտովի հասնում էր գյուղ, կանգնում տան շեմին, շրջում գյուղի դաշտերով առնում կատնաղբյուրի համն ու նորից վերադառնում։ Ողջույն քասախ։ Շնորհավորում եմ։ Ապարանը թողած եկած ես նոր շենում հանգրվանած Ապարանը թողած եկած ես նոր շենում հանգրվանած Ջրամբարի տակ մնացած ծննդավայրսից կանչում Ջրամբարի տակ մնացած ծննդավայրսից կանչում Իրար հետ ուսուսի տված Հողասարն է իմ երազում Հատաղբյուրից սկիզ բառնով Հասակետներ ինձ հետ կանչում Հատաղբյուրից սկիզ բառնով Հասակետներ ինձ հետ կանչում Հատաղբյուրից սկիզ բառնով Հասակետներ ինձ հետ կանչում Հնամենի մեր դպրոցի զանգի ձայների մականչում Հնամենի մեր դպրոցի զանգի ձայների մականչում Նախնիներիս կողմից շինված մեր գյուղի ժամներից կանչում Նախնիներիս կողմից շինված մեր գյուղի ժամներից կանչում Հնամենի մեր հանդերում գեղատեսի լանումներ կան Ետ խրաշներ էլ սանգրներ չլդոտեղրանեն ինձ կանչում Ետ խրաշներ էլ սանգրներ չլդոտեղրանեն ինձ կանչում Ետ խրաշներ էլ սանգրներ չլդոտեղրանեն ինձ կանչում Աչքս փակում ու երազում Հազարաշեն մեր տուն հիշում Աչքս փակում ու երազում Հազարաշեն մեր տան հիշում Թուրմանուկի վեր բարձրունքից Ծննդավայրսից կանչում Թուրմանուկի վեր բարձրունքից
Շնորհակալ եմ, ասեմ, որ երգը առաջին անգամ կատարվեց, երգի հեղինակ երջանկահիշատակ մեր Համլետ Թովմասյանին կուզենայի բարձր ծափարել, թող երկնքում տեսնի եւ Յանա, շնորհակալ եմ, Աստված պահապան ձեզ։ Շատ եմ ցավում, որ պարոն Թովմասյանն այսօր մեզ հետ չէ, բայց հետաքրքիր զուգադիպությամբ միջոցառումը տեղի ունենում հենց այսօր, պարոն Թովմասյանի ծննդյան օրը։ Նա ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն հոգին հաստատ թևածում է տոնական քասախի երկնքում։ Եկեք բարձր ծափահարենք։ Սիրելի քասախցիներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ 61-ի կապակցությամբ։ Խաղաղություն ձեր օջախներին։ Եկեք ծափահարությունների միջոցով հասկանանք ինչպես է տրամադրությունը։ Իսկ հիմա խնդրում եմ պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ։ 60 տարի առաջ քասախցիները ոչ թե հանգիստ նստած միջոցառում էին նայում, այլ լավ, եկեք չշարունակեմ, դուք ինքներդ տեսեք շարունակությունը։ Դիմավորեք։
Գլխու չափ չկար։ Բարի օր, ժողովուրդ ջան։ Աստծո բարի Բարով եք եկել, նոր հողը թող ձեզ արժանի լինի։ Ստեղ ես քարու հողի մեջ մենք նոր սկիզբ կդնենք։ Չպետք է վախենանք, որ ինը թողեցինք։ Ինը մեր մեջ է, երգի պես, աղոթքի պես։ Բայց նոր հողն էլ մերը պիտի դառնա։ Մենք բոլորով միասին մեր տունը կշինենք։ Պիտակի հողին մռնի վրա, ես իմ 7 ճշերով, Այդա Մանասյան նման իրա 10 ճշերով, իմ ալ կապին շենքի մեջ Սողոմոն ջան։ Ոտ մի արեք, մեծ ընտանիքներին մեծ տներ կտա։ Սողոմոն ջան, որ խոսքիսը սիրել ու չի զգրադել, են ես, որ խոսքիսը սիրտ պտի է։ Որ խոսք եմ տվել ուրեմն կանենք, մենք սարեր ու ժողովուրդ ենք, մենք մեր խոսքի տեր մարդիկ ենք, ես անմշակողն ինչ է, որ մեզանով չանենք, դբրոց, մանգաբարտես, ակումբ, հիվանդանոց, ամեն ինչը կսարքենք, հիմա ինձ ասեք 5 հասախից նոր բնակավայր, քանի գերդաստան է։ Սարե Կարոյի տուն։ Մենք ենք, Արիբրե աղաքի տուն։ երեխեք չեմ, ճշեք չեմ։ Սարե Սարոյի տուն։ Սարակսել եկել ենք։ Ամբո Արագելի տուն։ Անաս Սարաթի տուն։ Մենք ենք։ Ժողովուրդ ջան, բոլորիդ լավ տրամադրություն եմ ցանկանում։ Քասախցիներին նորից համախմբելու համար պետք էր մեկը, ով ծանր ու թեթև կաներ բոլորի հոգսերը, ում խոսքը կշիռ կունենար։ Իրենց նոր տունը կառուցելու համար խստապահանջ քասախցիներն ընտրեցին ծնունդով Չամռլեցի, Ալոյի Եղիշի եւ Շողշողի որդուն Սողոմոնին։ Շինարար ստեղծող հող սիրող հանրությունը ժողովուրդ, այսինքն քասախցին 65 թվականից հիմք է դրել այս տնտեսությանը, որը ես իմ աչքերով տեսել եմ արդեն 1970-ականների վերջերից Քասախի տնտեսության ղեկավարը եղել է մի հզորագույն մարդ, անհատականություն, որը իր էությամբ ինքը կառուցող, շենացնող, ստեղծող, ամենակարևորը համախմբող կերպար էր։ Խոսքը Սողոմոն Հակոբյանի մասին է։ 29-ամյա ինժեներ-մեխանիկն այդ ժամանակ ճանաչված մասնագետ էր մեկ այլ տնտեսությունում։ Վստահաբար աշխատանքային կարիերան երիտասարդ գյուղատնտեսին ավելի մեծ բարձունքներ էր խոստանում, սակայն համագյուղացիների խնդրանքն ալեկոծեց Սողոմոնի ներաշխարը։ Այդ պահին իր հող ու ջրի մարդիկ հենց իր կարիքն էին զգում, եւ Սողոմոնը կայացրեց ամենաբարդ որոշումը։ Թողեց բարեկեցիկ կյանքն ու կնոջ Լիդա Ղազարյանի եւ երեխաների հետ եկավ։ 5-6 տարեկան էի ժամանակ հստակ հիշում եմ պատկերը Քասախի։ Ուրեմն, եթե հանդիպեիր մրիկին, ես կքշեր, կբարձրացներ, կտաներ այլ ուղղությամբ, քան դու գնում էիր։ Բացարձակ ոչինչ չկար։ Ես, պապաս, մամաս, ինքը Քասախն ենք։ Դեմիսների մասին չեմ ասում, այն առումով, որ ուրիշ բան չեմ տեսել, բացի իրենց կյանքի նպատակը տեսնելով, որ Քասախի կառուցումն ու Քասախի համար աշխատելն ու ապրելն է, նույնիսկ մամաս։ Ես կես տարեկան եմ եղել, արդեն վերադարձել է մանկապարտեզի վարիչներ, վերադարձել է աշխատանքի, այսինքն ես մեծացել եմ քասախցի կանանց գրկում։ Բոլորը ինձ մամա են եղել, որտեղ մամաս չէր կարող թողել իր կարևոր գործը, իր կոլեկտիվը, իր մանկապարտեզը, ինքը նույն ձևի նվիրված էր իր աշխատանքին, ոնց որ հայրս Կիսաանապատ հիշեցնող տարածքը լի էր անելիքներով, անվերջանալի թվացող խոչընդոտներով, բայց որոշումն արդեն կայացված էր։ Ամեն ինչ պետք էր սկսել զրոյից։ Մեր ծնողները մեզ զգուշացրեցին, պապան զգուշացրեց, ասեց չգնաք ձորի կողմը, մեղոցները շատ են։
դե ինչ երեխա, որ լսի այդպիսի բան ու չգնա։ Մենք էլ որոշեցինք գնալ, իհարկե վախվխելու, հեռվից կանգնած նայում ենք այդ ձորում սալաքարեր կային, իսկապես արև ժամանակ, դե դա հաշուն էր, որ մենք եկել ենք, այսպիսի օրեր էին, կծիկներով քարերի վրա բան էին անում ոցերը, հետո աստիճանաբար քչացան եւ հսկայական աշխատանքի շնորհիվ դարձավ այդպես կամ աստիճանաբար մեր մայրերի, հայրերի աշխատանքի շնորհիվ Նոր բնակավայրը ինքն էլ չգիտեր, թե ում ձեռքն է ընկել։ Կամքը երկաթ դարձրած, կասարցին առաջ էր գնում նախնյաց խրատը լավ յուրացրած։ Հմար քերե օր գեդին հոդներու տակ դնդա։ Այ այսպես հաստատակամ աննկուն առաջ գնացող կասարցու առջև բացվեցին նոր հորիզոններ։ Նա նորից պետք է կառուցեր իր տունը, կարգի բերեց գյուղամիջյան փողոցներն ու հրապարակները, հեկտարներով մշակեց պտղատու այգիներ։ Ես հələ դեռ փոքր էի, որ տրակտորը բերին ես մեր ստադիոն, մի առելի լեռներ էր, դեռ քրեկ էր։ Բերեցին ու այդ կամացոն սաղ գալիս էին, դեռ նայում էին, թե ինչ մեխանիզմ է, այդ քարերը ոնց էր պրտում, ում սևեր կպանկեներ ու ստադիոնի դաշտը սարկես այդ մարդն։ Այո, ամենաառաջի կամացոն Հայաստանում աշխատել է մեր սոկորում։ Ոնց էր ստեղծվում Քասախում առհասարակ հողը, որի վրա հնարավոր էր այգի, զբոսայգի կամ շենք կառուցել։ Պայթեցնում էին սարսափելի մեծ քարեր, հետո ապարանից, աշտարակից, Եղվարդից, ամենատարբեր տեղերից հող էին բերում լցնում, որովհետև դա չկար, որից հետո պարտացնում էին, որպեսզի հնարավոր լինի հետո ծառ տնկել, այգի ստանալ, զբոսայգի ստանալ եւ առհասարակ օգտագործել ոյցե նպատակով։ Քասախում դպրոցի հիմնադիր տնօրենը հայրս է։ Եվ դպրոցի երկհարկանի կորպուսը հետո եռահարկը կառուցվում էր։ Այնքան արագ, որ հաջորդ տարի ես արդեն 9-րդ դասարանում եռահարկ կորպուսում էինք։ Առողջապահությունը եւս Քասախում բարձր հիմքերի վրա է դրված եղել։ Երբ վերաբնակեցումը եղել է, առաջի հերթին մտածել են հիվանդանոց ստեղծելու մասին։ Եվ 69 թվականին ստեղծվել է Քասախի տեղամասային հիվանդանոցը։ Մեր կոլեկտիվը այնքան իրար ջերմ էին վերաբերվում եւ այնքան բանիմաց էին մեր բուժքույրերն ու բուժակները, որ բժիշկները իրանց հետ նստում էին հաշվի։ Մեր բուժքույր շողեկը միջմա կանային սրսկում անում, ասում է մորքուր ջան, տաք կպահես, մագնեզիում եմ արել, հանկարծ չքարանա։ Հաջորդ օրը պատուհանից նայում ենք, մորքուր աստղիկը գալիս է։ Հետևից մի հատ երկար պարան։ Ես ինչ պարանա, եկավ, տեսնենք հարթուկը տաքացրել, դրել է սրսկած տեղը ու գալիս է։ Շողը ջան, բա դու չասեցի տակ կպահես։ Ներ կար, որոնք միայն Յայլոյաններ սպասարկում։ Կուկլա էր ինձ ասում, Կուկ ջան, արի գնանք տները, մի երկու տուն կա։ Ինձ տարավ այդ տներից մեկը, մի գեղեցիկ տիկին պարկած էր, թմբլիկ, ասեց պետք է սրսկում անես։ Ես բացեցի համապատասխան նայում եմ, դե թմբլիկա մտովի ուզում եմ տեսնել, որ կողմը պետք է սրսկեմ եւ անեմ, նա ինքը տեսավ, որ ես մտմտում եմ, նայում եմ, ասեց Կուկլա ջան, ինչ կաշես, հեկտարն տեղ է, զարկ թողեր տա։ Գիշերը մեր Յայլոյանի դուրը զանգում են, Յայլոյան ջան կինը շատ վատ է։ Յայլոյանը գնում տեսնում է փորը փքված, հոգնա է անում, այսպես ասած կլիզմա։ Դե այդքան էլ հաճելի գործ չի, Յայլոյանից 5 ռուբլի փող են տալիս, դա բավականին մեծ գումար էր սովետի ժամանակ։ Յայլոյանը ուրախ գալիս է ու հենց գլուխը դնում է, որ քնի, նորից զնգ դուրը զանգում են։ Յայլոյան ջան չի դզվում։ Գնում է երկրորդ հոգնանա անում, վերադառնում է։ Հենց պարկում է նորից, այ Յայլոյան ջան, կինս չլավացա։ Սիրուն ջան, չալարեցի։ Երրորդ անգամ գնացի, հասա իրանց տուն, մտա միջանցքը, այս մարդու ձեռը բացեց, այդ 5 ռուբլին դրեցի, բուրը փակեցի, ասես քո 5 ռուբլին ցավը տանեմ, այս էլ քեզ հետույք, հələ կլիզման արա տեսլ, հեշտ բան է էդի։ Շատ ուժեղ ֆուտբոլային թիմ ունեինք, նույնիսկ Հայաստանում ճանաչված։ 85 թվականին նորից Քասախ թիմը Հայաստանում էլի առաջին տեղ գրավեցինք ագրո արտնաբերական համալիրի գյուղական այդ մրցաշարի ժամանակ։
դա Մարտունիում։ Արդեն առաջ տեղ են գրավել, պետք է մրցանակը բերեն տան բան, մեկ էլ ասեցին հյուրանոցից գողացել են մրցանակը։ Ո՞ւստը գողացել են, գողացել են։ Մենք արդեն ամբողջ թիմը վերցինենք, գնացինք գործկոմի շենք։ Մենք հաղթել ենք այդ մրցանակը ոնց կլինի։ Նոր գդամ բերեցին, դրա հետ մեկտեղ էլ տվեցին մարզահագուստ բոլորին։ Բշամարտը մեր գյուղում եղել է Շիրինյան Շիրինանով կա, ինքը Ախուրյանից էր եկել է, մեր ուրեմն մարզադպրոցը 85 թվին էր։ 88 թվին ինձ նշանակեցին մեր մարզադպրոցի տնօրենի պաշտոնակատար։ Ու սկսեց իմ այդ գործունեությունը։ Ասեմ, որ այնքան հեշտ չի եղել իմ համար, որովհետև ասենք ուզում էի ջահել տղա, ուզում էի, որ ամենալավը լիներ իմ մարզադպրոցը, մարզիչների կադրերի խնդիր ունեի, սկզբում ուրեմն հրավիրեցի քաղաքից մարզիչներ, ու այդ մարզիչներին կարելի ասեցի, որ պատրաստի իմ կադրերը, ստեղի տղաներին պատրաստեք որպես մարզիչներ, որովհետև դուք գնալու եք, դուք չեք մնալու։ Երբ որ Հայաստանում քիչ տեղերում կար արվեստի դպրոց, երաժշտական դպրոց մենք ունեինք, եւ այդտեղ ամբողջովին երեխաներն էին, ակումբում կար թատերական խումբ, որը նույնիսկ գնում էր ուրիշ գյուղեր, թատերական ներկայացումներ էր տալիս, հետաքրքրությունը շատ է։ Ով չէր ուզի ապրել անունով գյուղ, սակայն քաղաքատիպ Ավանի գրավչություն ունեցող բնակավայրում։ Եվ հիմնադրման առաջին իսկ տարիներից մարդկանց ներհոսք սկսվեց դեպի Քասախ։ Ծնողներս եկել են այստեղ 80-ականներին, մեր համար շատ հարազատ վայր է, ստե կապ չունի, դու թազա բնակիչ ես, հին բնակիչ ես, ով ես, լավն ես, քո հանդեպ բոլորը լավն են։ Ու ասենք ստե իմ մոտ որ գալիս են, շատ ասում ջանիկ մերնի մազիկ ջան, այդ պապիները որ գալիս են, մոտես այդպես որ հարտարում եմ արդեն պրծնում եմ գործս, մեկ էլ ջանիկ մերնի մազիկ ջան, քեզ լիք առողջություն, ասենց բարբարով էլի, ասինքն այնպես քաղցել են ասում, որ դու ուզում ես հելմա դուրս ուզում ես բռնես բերես մի հատ էլ մազերը կդրես այդ մարդը, որ այդ ջերմությունը էլի ստանաց։ 1971 թվականին գրանցվեց հերթական կարևոր իրողությունը։ Թիվ 40 սովխոզը պաշտոնապես կոչվեց Գյուղ Քասախ։ Եվ հենց այդ տարվանից տնտեսության բոլոր ճյուղերում գրանցվեցին աննախադեպ հաջողություններ։ Եվ Սողոմոնի ժամանակ տնտեսությունը շատ լավ զարգացավ։ Մեր գյուղը այգիների պուրակ է, մինչև Եղվարդ զիգշեր չէր եղավ։ Սողոմոնը մաքսիմալիստ էր։ Ոչինչ չէր անում հենց այնպես։ Նրա ցանկացած որոշում նախագիծ դառնում էր տնտեսությունը, բնակչության կեցությունը առաջ մղելու նախապայման։ Հրաշալի գիտեր իր որոշումների կարևորությունը վաղը հազարավոր մարդկանց լավ ապրելու գործոն են դառնալու։ Գուցե թվա թե ժամանակաշրջանն էր նպաստել գյուղի զարգացմանը, բայց ոչ միայն։ Նրա կառավարման հմտությունները սահմաններ չունեին։ Սողոմոն Հակոբյանը միշտ առանձնացել է իր անմար սիրով դեպի արվեստն ու նրա գրողները։ Yaրջան, բարևը տկարնեմ Yaրջան, սիրել եմ կարնեմ։ Մեկ էլ մամայիս հետ շատ երգում էին Խնձորի ծառի տակին։ Այդ իրանց սիրած երգերներ։ Խնձորի ծառի տակին, խնձորի ծառի տակին, ես իմ յարը սիրեցի, խնձորի ծառի տակին, խնձորի ծառի տակին։ Գիտեք, հուզվեցի, որովհետև շատ տեսարաններ են կապված այս երկու երգի հետ, չգիտես ինչի իրանց պլաստինքան նույնն էր, շատ սիրած երգեր կար, մամաս շատ գեղեցիկ էր երգում, պապաս էլ աշխատում էր գեղեցիկ երգեր, դեռ շատ սիրում էր։ Նա հավատացել է, որ ամեն գյուղ պիտի շնչի արվեստով։ Այդ համոզմամբ նա հաճախ էր Քասախ հրավիրում հայտնի գրողների, նկարիչների, երաժիշտների, ցանկանալով, որ նրանք տեսնեն, ճանաչեն եւ զգան գյուղացիների անկեղծ ներաշխարհը։ Նորարարական մտահղացումներն իրականացնելու ժամանակ Սողոմոնն այն աստիճանի համառ էր, որ կառավարությունում արդեն գիտեին, եթե ընկեր Հակոբյանը մտքին մի բան դրել է, անպայման կհասնի դրան։ Համառորեն որոշել էր, որ պիտի դաշտամիջյան ճանապարհները լինի ասֆալտապատ։ Դիմում էր տարբեր ատյաններ էր դիմում, անդադ մերժում էր ստանում, դնում է բանաձևով հաշվում է, թե
Ինչ արժի այն ասֆալտը, որ պիտի արվի միջև դաշտ, եւ ինչ արժեքի միրգ է կորում, երբ որ միրգը բերվում է դաշտից առանց ասֆալտի։ Ապացուցում է մարդկանց, որ կորած մրգի գինը ավելին է, քան արվող ասֆալտը, բայց ասֆալտը չէր արվում մի տարվա համար։ Երբ որ տանում է դնում է սեղանի վրա բանաձևերը արդեն, այդ մարդը ասում է՝ «Վայա բարանցի, ես քեզանից պրծում չունեմ, գնա այդ ասֆալտն արա»։ Սողոմոնի ղեկավարման տարիներին Քասախն ապրեց զարգացման գեղեցիկ ժամանակաշրջան։ Ու որքան էլ փոխվեն ժամանակները, երանելի է այն մարդը, հատկապես ղեկավարը, որ արժանանում է ժողովրդի սիրուն։ Նո եկա դիմեցի, ընդունվեցի որպես տրավմատոլոգ, Վարձով էի ապրում Քասախում, հենց հիվանդանոցի դիմացի շենքում։ Ինչքան մի քանի ամիս ապրելուց հետո որոշեցի դիմել Սողոմոն Եղիշչին։ Գնացի դիմեցի, լավ ընդունեց, շատ լավ։ Ես այդ մարդուն սրբի տեղ հարգում եմ։ Ուրիշ մարդ էր, էլի լրիվ։ Ասի բա սենց աշխատում եմ այդտեղ։ Լսել եմ, իմացել եմ, որ աշխատում ես։ Ինչ խնդիրներ ա, ասի բնակարանի հարց այլ ուզում եմ բնակարան ունենամ կստացվի թե չէ, ասեց կմտածեմ։ Չանցավ մի ամիս թե ինչքան, մեկ էլ ասեցին ձեզ կանչում ա Սողոմոն Եղիշչը։ Ասի ուրախացած իրևի մի բան ստացվել ա էլի, մոտեցա, ընդունեց լավ, ասեց բնակարանը ճարել եմ, ինքան ուրախացա ամբողջ կյանքս ես Վարձով եմ ապրել, որ տեղացի չէի ու հանկարծ ինձ բնակարանով ապահովում են։ Ասի բա ես ինչ լավություն անեմ ձեզ, բա դուք ինձ ախր ծնողից առավել ինձ օգնեցիք, ես ինչ անեմ։ Ասի բա գնանք միտեղ ռեստորանում նստենք, նշենք, շնորհակալությունս հայտնեմ բան։ Ոչ մի բան պետք չի։ Ես կխնդրեմ քեզ մենակ իմ յուղացիներին լավ ընդունես, լավ բուժես, լավ ճանապարհես, դա ինձ համար միլիոն արժի։ Ես կյանքում նման երջանիկ պահեր, ինչ որ Սողոմոն Եղիշչն ինձ պարգևել, չի եղել։ Պատիվ էր լինել նրա ընկերը, նրա ժամանակակից։ Հենց այս դեպքում է տեղին հնչում մեծ դասականի խոսքը։ Երնեք նրան, ով իր գործով կապրի անվերջ անդադար։
Պարոն Ավետիսյան, ես ուզում եմ իմ անունից Քասախի երիտասարդների, դպրոցահասակ, մանկապարտեզի սաների անունից հայտնել մեր երախտագիտությունը նոր Քասախը դժվարությամբ կառուցած ամեն քար ու թփի հետ կռիվ տված աշխատավորներին, մեր բոլոր մանկավարժներին, արվեստի ներկայացուցիչներին, գիտության, պաշտպանության բոլոր բնագավառներում իրենց ավանդը թողած քասախցիներին։ Ախր շատ լավն եք, շատ հզոր եք։ Ուրաստան ջան, մենք ուղակի հենց այնպես չպետք է ասենք միջոցառում էր, արվեց, բրծավ։ Մենք վաղվանից մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այսուհետև առավել ևս Քասախի զարգացման պատասխանատվությունը դրված է յուրաքանչյուրի ուսերին։ Միայն համախմբվածությամբ, մեր բնատուր աշխատասիրությամբ, կամքով կարող ենք հասնել ցանկալի բարձունքների։ Այո, մենք ունենք քասախցիներիս հպարտության առիթներ տվող շատ ժառանգներ։ Դիտենք հաջորդ տեսաֆիլմը՝ Ժառանգներ։ Քասախ ջոկատը առաջիններից էր, որ արձագանքեց ազգային բանակ ստեղծելու կոչին։ Վաշտի խիզախ մարտիկներից շատերն են ստացել գնդապետի, փոխգնդապետի, կապիտանի, մայորի կոչումներ։ Աստվածատուր Պետրոսյան, գեներալ-մայոր, ականավոր ռազմական եւ քաղաքական գործիչ։ 7 տարի զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պատասխանատու պաշտոնը։ Վահագնի մասին ուզում եմ խոսել մի փոքրիկ միջադեպ։ Քայլում էինք մեր տնից դեպի մայրիկիս տուն, ինքը փոքր էր, ուզում է իրեն գրկել, բայց ինքը իջնում էր, ուզում էր քայլեր, իսկ Օնիքսն էլ սիրում էր, որ գրկեի։ Մի անգամ մի կին փողոցով անցնելուց նայեց ինձ, ասեց. «Չես ամաչում, այդ մեծին գրկել ես, փոքրին թողել ես քայլելուց», այլ չէր ասվում, որ այդ փոքրը ուզում է անդադ ինքը քայլի, գրկել չի ուզում։ Գնդապետ Վահագն Ասատրյանը խաղաղ տարիներից սկսեց կռել ամուր բանակը գոտևորող շղթան։ Շղթայի յուրաքանչյուր օղակն ամրացնելու համար զինվեց սպայական բարձրակարգ գիտելիքներով եւ արդեն 44-օրյա պատերազմում փայլեց զինվորականի անգերազանցելի իմացությամբ։ Օմարի արծիվը հատուկ գնդի ամենաուժեղ օղակն էր, ամենահրամանատարը։ Ցավոք, օղակը կտրվեց Հադրութի մատույցներում։ Զինակից ընկերների պնդմամբ, եթե Վահագնը ողջ մնար, գուցե պատերազմն այլ ելք ունենար։ Իդեմս Վահագն Ասատրյանի Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես Քասախ համայնքը իր հերոս զավակներին ավելացրեց եւս մեկ փառապանծ անուն՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վահագն Ֆելիքսի Ասատրյան։ Հույսով եմ, հավատով եմ, որ հայի ոգին անկոտրուն է։ Մենք մեր հույսը մեր ծերուններից չենք կտրում, որ մենք թեպետ վերջի ժամանակներս կորուստներ ունեցանք եւ հողային եւ մեր աղբերների, բայց պետք է ոգեպնդենք ոչ թե նյութականով, այլ այն մեր ուժը հայրենիքին է տվում։ Պետք է ուժեղ լինենք։ Սողոմոնից հետո եկավ Մկրտչյան Արան։ Արա Մկրտչյանը մոտ 30 տարի ղեկավարեց Էջքյուն։ Ղեկավարեց իր ձևով, իր թերություններով, իր լավ ու վատ կողմերով։ Անկախացման տարիներին փոխվեց Քասախի դիմագիծը։ Նոր ժամանակների պահանջով գյուղում իրականացվեցին մի շարք բարեփոխումներ։ Այս տարի մեր համայնքն ու մեր դպրոցը տոնում են իրենց հիմնադրման 60-ամյակը։ Այս պահի դրությամբ դպրոցն ունի 13 կամավոր ատեստավորում անցած ուսուցիչ։ Նախորդ տարի 4 ուսուցիչ մասնակցել է տարակարգավորմանը եւ այս պահի դրությամբ մենք ունենք 4 տարակարգ ստացած ուսուցիչ։ Սիրում եմ երեխաների հետ աշխատանքը, սիրում եմ այն, ինչը որ ես անում եմ։ Դրա համար կարծում եմ ստացվում է։ Նստած պարապմունք եմ անում, այս մի փոքր աղջիկը, չգիտեմ, մի շաբաթ կլինի, տանից շատ տխուր է գալիս, ինչ որ մի բան է հետը կատարվում, դե լավ ասում եմ, պարապմունքին չի ուզում մասնակցի, թող խաղա, միգուցե այդպես ինքը կհանգստանա, տիկնիկների մեջ կգտնիր հանգստությունը, այսպես խաղաց, տեսա մենք պարապմունք ենք անում երեխաների հետ,
Այն որ զգաց ինքն էլ պիտի մասնակցի, բայց իրեն ազատություն ենք տվել, այսպես խաղալիք բաժակը վերցրած, ափսեով բերեց, ես նստած եմ փոքր աթոռին, ինքն էլ կանգնած իմ հասակին ա լինում, ես նստած, այսպես բերեց, ասեց, ընկեր Հասմիկ, տոֆետը խմես։ Այսօր դպրոցում սովորում է 500 աշակերտ, մշակութային կյանքը լեցուն է համայնքային եւ հպարտությամբ կարող եմ նշել, որ Քասախի արվեստի դպրոցը համալրված է տաղանդավոր մանկավարժներով եւ այսօրվա մեր սերունդը ունի ամուր հիմք։ 1 տարի է ես աշխատում եմ այստեղ ու կարծում եմ բավականին շատ բաներ արել եմ, աչքին տեսանելի ակներև ուրիշ դպրոց մենք այս պահին ունենք, այն որ մեր աշակերտները համազգեստով են դասի գալիս, այն որ մեր աշակերտները առաջին 12-րդ դասան հեռախոսներն առաջին հարկում հավաքում են, մենք ոչ մի խնդիր չունենք, դա արդեն իսկ մեր մեծ ձեռքբերումն է։ Հեռախոսները իհարկե մեդիան շատ զարգացած է, մեզ պետք է մեդիա հարթակները, գրքերը մեդիայով են, բայց դա էլ չի խանգարում մեզ չունենալ մեր հետ հեռախոսները։ Վերջերս մի դեպք կուզեմ նշեմ, աշակերտներին թույլ տրվել էր դասարանում մնալ հեռախոսները, բայց աշակերտներն ասել սա մեզ խանգարում է, մենք իրար հետ չենք շփվում, մենք դասից կտրվում ենք, ու իրենք իրենց կամքով էին հեռախոսներ հանձնել ու դեպքը տեղի ունեցել 11-րդ դասանում։ Ապրել է Քասախ, իսկ այսօր արդեն նշում է իր 60-ամյա հոբելյանը։ Պատկառելի տարիք է իր ստեղծածով միաժամանակ եւ երիտասարդ նոր անելիքներով, հաստաբուն ծառի խոր արմատներից ելնող սաղարթախիչ հիվերի թարմությամբ։ Այն որ ասում ապարանցին ինքը հոգով արդեն դուխավիկ է։ Բայց կարևորն այն է, որ այդ բոլոր գյումրեցիների մեջ ես կարողացել եմ մնալ։ Բոլորը կարծում են գյումրեցի եմ, չէ, ժողովուրդ ջան, ես հիմա եմ ասում, սարսուր աբարանցի եմ, երկու կողմս էլ աբարանցի է։ Շատ հպարտ եմ, որ Քասախից եմ եղել, Քասախում ծնվել, մեծացել եմ։ Ու կուզենամ, որ Քասախից շատ չեմպիոններ, մենակ հենց սպորտի բնագավառում չէ, տարբեր բնագավառներում միշտ հնչի, որ ասեն տվյալ մարդը Քասախում է ապրում ու Քասախն է ներկայացնում։ Բարձր նշաձողը յուրաքանչյուր մարզիկի կամքի դրսևորման ամենացայտուն հորիզոնականն է։ Մեր հերոսուհին սպորտում իր տեղը սահմանեց ուժերի առավել գերլարումով։ Նա հստակ գիտեր իր ընտրած սպորտաձևի բարդություններն ու բարդույթները։ Բայց ամուր էր ոգին, կարծր էր կամքը, ինչպես ծանր երկաթը։ Եվ երբ իր կանացի ու նուրբ ձեռքերով գետնից կտրեց երկաթյա ծանրաձողը եւ անդրդվելի կանգնեց ոտքերի վրա, արդեն գլխավերևում ճշմարտությունը դարձավ անբեկանելի։ Ամեն բարձրացումը ոչ թե պարզապես մարզական սխրանք, այլ պայքար հանուն իր երկրի, կին, որ ապացուցեց հայկական կամքը կոտրել չի լինի։ Մեր սերունդը հենց սերունդն է, որը պետք է վարվի, որպես ցախ պետք է վարվի այս երկիրը երկիր դարձնելու համար, այս պետությունը, ու դրա համար ասենք գնալը այդ նշանակում է որակյալ մարդու գնալը երկրից նշանակում է, որ այդ երկրի կայանալը էլի հետ է անգնում, էլի մի քանի քայլ հետ է անգնում ու այդ անելիքները, այդ ծանրությունները մնում է հաջորդ սերունդների վրա։ Հիմա մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ մնանք վերջապես այս հողի վրա պետություն սարքենք, որ մեր սերունդների մտքով էլ չանցնի ստեղից գնալու, այլ ուրիշները ցանկանան գան։ Ես այտենց երկիր եմ երազում, ընդամենը պետքա զբաղվել քո գործով ու քո գործը լավ անես։ Վերգաց Գևորգը վերգաց, արդեն շատ ուշ է, կազմ ենք նոր խմբեր, երթանգը մենք սասում, թուրքեր ու սորտի մեջ, գծինք վայնասում։ Քասախում եմ ծնվել, Քասախում եմ հանդիպել այդ մարդկանց, չգիտեմ, երևի ուրիշ տեղ ապրեի, երևի թե քանդակագործ չդառնայի։ Գյուղական համայնքը մի փոքր ընտանիք է գյուղը, որտեղ մեկս մյուսին ուրախ ենք լինում, երբ կարանք ինչ-որ բանով օգտակար լինենք։ Ես թույլ կտամ ասել, որ առաջինը մենք ենք, որ քառակողմ խաչքար ենք փորագրել 4 կողմից խաչքարի քանդակ խաչքար է ինքը համարվում, ինքը հենց մեր ավանդական տրադիցիոն խաչքարը չի։ Ամեն կողմը խորհրդանշում է քրիստոնեության 4 ճյուղերը։
Երբ որ մենք մեր գործերը ավարտում ենք ու պահն է հասունանում, որ պետք է արդեն տանեն, իրոք դժվար է լինում բաժանվելը, բայց միտեղ էլ ավելի ուրախ ենք, որ տեղադրվելու այդ խաչքարը ու տարբեր մարդիկ տեսնելու են մեր աշխատանքը, դա միտեղ ոնց որ մի քիչ մեղմացնում է։ Քաղաքում եմ ծնվել, քաղաքում մեծացել ու այն ժամանակ մի քիչ ոնց որ վերևից ենք նայում մենք գյուղի ժողովրդին։ Երբ որ Քասախ եկա ապրելու, ինձ զարմացել է այդ մարդիկ ինձ սիրուն խոսք ունեին, բանվորները, դե մեր հարևանները հասարակ մարդիկ են հիմնականում ու ես կտրուկ փոխեցի իմ կարծիքը, սենց հասկացա, որ չէ, ոչ կրթությունն է այդ մարդուն քաղաքավարի դարձնում, ոչ գիտելիքը, այլ դա ինչ-որ ներքուս պետք է լինի, ու այդպես իմ մոտ ոնց որ կտրուկ փոփոխություն եղավ։ Ես երկրիս ամեն մի անկյունն եմ սիրում, կապ չունի ինձ համար, թե դա որտեղ է։ Դրա համար ես հիմա մեծ ոնց որ ասած քարոզ եմ տանում թե տեսանյութերով թե ամեն ինչով որ չախտոտեն, որովհետև սերը հայրենիքի հանդեպ սկսում է այն հասարակ ծխախոտի մնացորդ գցելուց։ Եթե դու գցում ես, դու չես կարող սիրես մի հող, որին որ դու լավ չես վերաբերվում, այսինքն այդ ծխախոտի մնացորդն էլ պետքա չգցես։ Իսկ ինչը վերաբերում է Քասախին, ես Քասախը շատ եմ սիրում, ես իմ բնակության վայրը չեմ փոխի երբեք։ Ես սիրահարված եմ այդ վայրին։ Լեռնագնացությամբ շատ եմ զբաղվում եւ իմ համար ոնց որ ուզես թե չուզես ակամայից ցանկացած սար գնացող կփաստի, որ երբ մեկնարկի կետից ինքը սկսում է շարժվել դեպի գագաթ, անպայմանորեն մերթ կանգնում հետանայում եւ հետո առաջ, որովհետեւ ինքը այնտեղ հասնելուց պետքա հետ գա իր մեկնարկի կետին։ Քաղաքակրթական առումով, մշակութային առումով, դավանաբանական առումով, եթե դու քո կյանքում ինչ որ մի կետի որոշում ես, որ դու հետ պետքա չնայես, դու լավ տեղ չես գնալ, որովհետեւ անպայմանորեն դու քո մեկնարկի կետին պետքա վերադառնաս եւ չմոռանաս դու որտեղից ես մեկնարկել։ Եվ տապալվում են բոլոր այն ազգերն ու ժողովուրդները, ովքեր կտրում են այդ կապը, ովքեր պապերի, արմատի, հիմքի, էության հետ կտրում են այդ կապը։ Կուզենայի Քասախցու թասիբը միշտ մնալ։ Այն Քասախցու թասիբը, որ միշտ եղել է այստեղ, ես չեմ տեսել որևիցե մի երկրում, ես ուր է որ գնում եմ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, վերջի 2-3 օրը շուտ ուզում եմ վերադառնամ Քասախ։ Ես Քասախը շատ եմ սիրում։ Իմ տատիկը իմ հանդեպ շատ մեծ սեր ուներ եւ սիրուն տատին բոլորը ճանաչում են Քասախում։ Ինքը չէր սիրում, որ ես պարապեի, այսինքն վախենում էր, որ կարող է ինչ-որ մի վատ բան կատարվի իմ հետ կամ ինձ ասում էր դու գործ չունես էլի, խփեն մի վատ բան կերնի քեզ մուղատ կաց ասում էր։ Հետո պատուհանները այն ժամանակ այդ 90-ականներին ցելոֆոնով փակում էին։ Հա, տան դուռը ինքը փակել էր, առավոտ շուտ ժամը 6-ին դուռը փակել էր, կանգնել էր դռան մոտ, որ հետևեր ես չգնայի վազելու։ Ու ես այդ ժամանակ պատուհանից դուրս եմ գալի, այդ ցելոֆոնները պոկում են, պատուհանով փախնում գնում եմ մարզվելու։ Այդ տատին գիտի ես քնած եմ, էլի։ Ու այդպես ինքը միշտ իմացել է ես քնած եմ եղել, բայց ես գնացել պարապել եմ։ Հրաչը ինքը եղել է իմ ավակներից, այն ժամանակ երբ որ ես դեռ նոր էի քայլերս անում կարատեում, Հունանը Լյովը էլի կան այսպես տղաներ, հիմա կարող է չկարողանամ բոլորի անունները թվեմ, իմ ավակներն են եղել։ Լյովենց ընտանիքի հետ կապ ունեինք, գնալ գալ կար, Լյովի լուսահոգի տատիկը մի անգամ ինձ այսպես ասեց, փորձեմ Քասախի բարբառով, ուզում էր ասել Նարեկ ջան, դու ես կարատեի գնում Լյովի պես, հա դու ես պարապում, ման ինձ ասեց Նարեկ ջան, դու լա չուֆտի կետաս։ Ես միշտ հիշում եմ տարտայտությունը, միշտ հիշում եմ, ասում եմ կարատեի չուֆտի գնամ։ Ոնց էր ինքը բռնել էր այդ ամեն ինչը իրար հետ։ Սարո պապին շատ լավ շաշկ էր խաղում։ Ես ուրեմն երևի իրան քաշելով, հա, իմ այդ գենետիկական բանը, ես իրենից ավելի լավ էի խաղում, ինքը պարտվել չէր սիրում։ Երբ որ ես իրան հաղթում էի շաշկիով, ինքը ինձ ասում էր դու մի հատ ավել գնացիր, ասում էի չէ, մի հատ ավել չեմ գնացի, ասում էր օրմալը չեմ խաղակու այդ։ Ու խառնում էր խաղը։
այդպես ինքը պարտվել չէր սիրում, այդ գենետիկորեն ինձ էլ է հասել, ես էլ պարտվել չեմ սիրում։ Այդպես սպորտային այդ հաջողությունների մեծ մասը կախված է երևի դրանից, որ պարտվել չէ սիրում։ Երբեմն պարտությունը ավելի կարևոր է լինում, քան հաղթանակը։ Սպորտը այնպիսի բան է, որ միշտ ուժեղից ուժեղը գտնվում է, էլի։ Դրա համար պետք է միշտ պարտությունից հետո ամբողջովին անալիզ անես քո մենամարտը, հասկանաս քո թերությունը եւ շտկելով այն շարունակես քո ուղին դեպի ավելի բարձունքներ։ Էդ ինձ սիրուն աչեր ունես, էդ ինձ սիրուն պատկեր ունես, հայ ոսկե ծամանահիտես, մշող աղջիկ էդ ինչ լավն ես։ Մեծ սիրով եմ գործում ու իմ աշխատանքները բոլորը մեկնումշից են։ Սխեմաներն էլ ինքս եմ ստեղծում, աշխատում եմ նենց զարդանախշեր ասեղնագործեմ, որ իրանց մասին տեղեկություն չկա կամ իրանք շատ կիրառելի չեն եղել, ոնց որ պեղումներ անեմ, ինչ-որ բան գտնեմ, որ մարդկանց դա հետաքրքիր լինի։ Մանկուց եմ որոշել իրականում զբաղվել ուսուցչական գործով, ճիշտ է որոշումս մի տեսակ շատ ծանր տարավ, ընտանիքս միայն հայրս էր, որ ասեց կգա մի ժամանակ, որ իրոք դու կդառնաս պահանջված մասնագետ մեր հանրապետության համար ու իրոք ամեն տարի դա զգում եմ։ Ես հիշում եմ, որ ուսուցչանոցի դուռը բացում էի դասամիջոցին, ասում էի բարև ձեզ իմ գործընկերներ ու փախնում էի, ասում էի հանկարծ դպրոց չգա, շատ դժվար ալնելու քո համար, բայց ոնց որ համար գտնվեցի։ Քիմիայի առումով էական ներդրում ա ունեցել Ինկեր Ղազարյանը, մեր դպրոցի նախկին տնօրենն էր եւ իմ քիմիայի ուսուցիչը, իմ դասղեկն է եղել։ Իմ մոտ այցելու է, բուժարու է եղել, որ 85 տարեկան ու ինքը կին պատմում է, որ քո պապիկը, պապեգարեն, ես 6 տարեկան եմ եղել, ինքը ատամ է հեռացրել։ Անցել է շուրջ 80 տարի, ինքը եկել է իմ մոտ նորից ատամ հեռացնելու։ Ու իրոք դա իմ համար, չգիտեմ, դա չես կարա նկարագրես ինչ-որ գովեստի, ինչ-որ բան է, էդի ապրումները, որ պիտի զգաք, ես հպարտանում եմ, իրոք հպարտանում եմ, որ կարեցել եմ շարունակեմ ու հուսով եմ, որ երեխաներից ինչ-որ մեկը այս բանը նորից կշարունակի, կապ չունի իմ երեխաներից, աղբորս, թե կրոջս երեխաներից։ Այս շենքը, որ տեսնում եք, առաջին հարկում աշխատում է հայրս, երկրորդում մայրս։ Մի անգամ դրսից ինչ-որ մի հատ տղամարդ է գալիս, ում կինը մահացել է, ու ինքը ինչ-որ որոշել է, որ գյուղում, չգիտեմ ով է ծանոթը եղել, որոշել, որ այստեղից ինքը իրեն երկրորդ կին պետք է ընտրի։ Գալիս է ասում է ով կարող է ինձ օգնել, ասում են լավ, գնալով այ մոտ, տես ինքը քասախում բոլորին ճանաչում է, հնարավոր է քեզ ուղղորդի ինչ-որ մեկի մոտ։ Այդ մարդը գալիս է ներկայանում, ասում է գիտեք, կին եմ ման գալիս, լավ տնական կին եմ ման գալիս, որ երկրորդ անգամ ամուսնանում, ամեն ինչ ունեմ, տնով, տեղով, իր ունեցվածքն է ներկայացնում, որ բավականին լավ ապահոված տղամարդ է, հիմա լավ կին, ասում եմ, որ դու կարող ես օգնել, այդ ժամանակ որ պատմում եմ, մայրս երկրորդ հարկից իջնում է, հայրս ասում է, այս կնոջը տեսնում ես, ասում է, հա, հավանում ես, ասում է, ամուսինը մահացել է, բայց մի հատ թերություն կա, ասում է, ինչն է, ասում է, 3 աղջիկ ունի, այս մարդը այսպես նայում է մորս, մայրս էլ հետո պատմում, ասում է, մոտ էլ եմ ինչ-որ անծանոթ տղամարդ ինձ ոտից գլուխ չոփում է, այսպես նայում է եւ այլն, ասում ես էլ չգիտեմ ինչ է պատահել, տղամարդը ասում է, ճիշտ է, հավանեցի, ոչինչ, վատ կին չի, բայց 3 աղջիկ, չէ, այդ կինը ունեցվածքը կբաժանի այդ 3 աղջիկների միջև, ինձ բան չի տա, ուրիշ տարբերակ չունես։ Այս հայրս ասում է գյուղապետարանի մի հատ էլ աշխատակից կա, բայց այդ կինը իհարկե ամուսնացած, ասում է, ամուսնացած չի այդ կինն էլ։ Գնա տես, գործնական մտի, բայց կեսից ասա, որ սենց հարցով եմ եկել, ուղարկում է այդ մարդու գյուղապետարան։ Գնում է, կեսից այդ աշխատակիցը հասկանում է, որ այս լյովայի գործն այդ կինը չխայնացած, գալիս է մտնում է փոստ, ասում է, քո հարածը քո դուրը եկավ, հայ, ես չեմ հասկանում, դու չես ամաչում, ասենք ոնց կարելի է, էլի որ թողված բան, դու չես ամաչում, ասենք ես ամուսնացած կին, դու ոնց ես ինչ-որ մեկին ուղարկում, դե որ լավ էր, քո կնոջը առաջարկեիր, ինչի ես ինձ առաջարկել, հայրս, բայց ես իմ կնոջը առաջարկեցի, որ չհավանեց, ասում է, ես մեղավոր եմ, որ չհավանեց։ Իմ աչքին ույս, իմ սրտի սյուն, իմ հայրիկ, իմ հայրիկ։ Քասախ, շնորհավոր 60-ամյակդ։
Բախշան վիշկի դեմը մարդ կա խպի, բախշան։ Քաչերդ ելան կռվի, հրամանիդ համաձայն, լեռներդ պիտի երկեն, սխրանքներդ միաձայն, քաչերդ ելան կռվի, հրամանիդ համաձայն, լեռներդ պիտի երկեն, սխրանքներդ միաձայն, դու հզոր հայսորական հայի ոգու պահավան, դու պարքի ճամփով անցավ մեր հզոր հրամանատար, Քարսորական հայվոք ու պահապան դու պարքի ճամփով անցան մեր հզոր հրամանատար Բարեք որ տականակ ժողովուրդ ջան Հա ավելի աշխուժ Լեզուն կտրեց, քո բազուկը առնական, անունդ վարկը պահի, մեր ընհասկը անխապան, կրակի լեզուն կտրեց, քո բազուկը առնական, անունդ վարկը պահի, մեր ընհասկը անխապան, դու հզոր հայսորական հայի ոգու պահապան, դու պարքի ճամփով անցար մեր հզոր հրամանատար, դու հայոց քարսորական հայվոք ու պահապան դու պարքի ճամփով անցար մեր հզոր հրամանատար մեր հզոր հրամանատար Հա Չիմնա հայնան գալուն, կփածի վերքը մեր տան, այդ անմեջ անմերանում, վահագն ասատրյան, չիմնա հայնան գալուն, կփածի վերքը մեր տան, այդ անմեջ անմերանում, վահագն ասատրյան, դու հզոր հայսորական հայի ոգու պահապան, դու պարքի ճամփով անցար մեր հզոր հրամանատար, Քարսորական հայվոք ու պահապան դու պարքի ճամփով անցար մեր հզոր հրամանատար դու հայոց քարսորական հայվոք ու պահապան դու պարքի ճամփով անցար մեր հզոր հրամանատար դու հայոց քարսորական հայվոք ու պահապան դու պարքի ճամփով անցար մեր հզոր հրամանատար Քարք Վահակին, խոնարհումս Տիկին Սիմա ձեզ, շնորհակալ եմ, ասեմ, որ երգի հեղինակը ընկերս է Մուրադ Մշեցին եւ երգի կազմման գործում շատ մեծ դեր է ունեցել նաեւ ընկերս մեր Վարդանը Խալափյան։ Սիրիկ հասածներ, հասկանալը, որ եղանակը շատ ցուրտ է, ես կուզենամ մի երգ երգել մի տուն, բայց իրար հետ համաձայնենք, իրար հետ ենք երգում։ Բոլորս գիտենք, երազիմ երկիր, համաձայնեք։ Չեմ լսում, գնացինք, երազիմ երկիր, հոգսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր, հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր,
Ես մի բուրնեմ քո հողի Ես մի ծինեմ քո արտին Ես մի զարկնեմ քո բասկի հայրենի երկիր Հայաստան միասին Հայաստան Հայաստան Շնորհակալ եմ Աստված պապան Հայաստանից եւ իմ սիրելի Քասախին։ Շնորհակալ եմ։ Հարգելի հյուրեր, իհարկե, մենք այսօր չենք կարող չհիշել Արցախյան պատերազմներում զոհված մեր հերոսներին։ Արցախյան առաջին պատերազմ։ Ռուբեն Գևորգյան, Ռոբերտ Գևորգյան, Արկադի Հովանիսյան, Արամ Մարտիրոսյան, Աղվան Ստեփանյան, Թելման Խաչատրյան, Ռուբեն Սաֆարյան, Արսեն Հարությունյան, 44-օրյա պատերազմ, Իշխան Պետրոսյան, Էմանուել Ավակյան, Արամ Գալստյան, Յուրի Գևորգյան, Էրիկ Պետրոսյան, Սամվել Մանասարյան, Հովանես Վասիլյան, Դավիթ Վարդանյան։ 2019 թվականին դիվերսիայի զոհ էր դարձել Քասախցի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը։ Պատերազմին հաջորդած ռազմական գործողություններին զոհ գնաց ևս 2 քասախցի։ 2022 թվականին Կարեն Ավետիսյանը, իսկ 2023-ին Գագիկ Մանուկյանը։ Նրանց շիրիմները բոլորիս համար վերածվել է սրբատեղի, որքան սրտամոտ ու հուզիչ են հնչում մեծ բանաստեղծ Համոս Սահյանի տողերը։ Իմ տնավեր, լավից լավ էր, աչքս փակվեց մի բուռ հողով, ձեր այդքան թանկ անունները քարին գրած չտեսնեի։ Փառք ու պատիվ մեր նահատակներին, փառք ու պատիվ պատերազմին մասնակից բոլոր ողջ մնացած զինվորներին, նրանց ենք պարտական այսօրվա խաղաղ կյանքի համար։ Հարգելի հյուրեր, եւ այսպես այսօր Քասախի վարչական ղեկավար Արտակ Թոմասյանին խնդրում ենք բեմ բարձրանալ։ Քասախի պատվավոր բնակիչ մրցանակի է արժանանում Քասախ համայնքի հիմնադիր ղեկավար Սողոմոն Եղիշեի Հակոբյանը։ Մարդ, որ անմնացորդ նվիրվեց իր համայնքին, աշխատեց գերբնական մարդու հզորությամբ, որի արդյունքում տարիներ շարունակ համայնքն ունեցել է իր կայուն տեղը, առաջատար տնտեսությունների շարքում։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում ընկեր Հակոբյանի աղջիկներին, Կարինե և Լուսինե Հակոբյաններին։ Քասախի պատվավոր բնակիչ մրցանակին է արժանանում Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վահագն Ֆելիքսի Ասատրյանը։ Վահագնը քասախցու հավաքական կերպարն է, պայքարող, խիզախ, անձնուրաց Վահագնը միայն Հայաստանի Հանրապետության ազգային հերոս չէ, նա քասախինն է, բոլորիս հպարտությունը, մեր պարծանքը, մեր անպարտ ոգին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Վահագն Ասատրյանի հերոսածին մորը, Տիկին Սիմա Պետրոսյանին։
Շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի քասախցիներ, շնորհավորում եմ 60-ամյա Հոբելյանը, եզակի գեղեցիկ միջոցառում էր և շարունակվում է դեռ, բոլորիդ շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում։ Քասախի պատվավոր բնակիչ մրցանակին է արժանանում ծանրամարտի բազմակի չեմպիոն, միջազգային մրցավար, քասախցիների հպարտություն, մեր գեղեցկուհի Հռիփսիմե Խուրշուդյանը։ Սիրելի Հռիփսիմե, համեցեք ստանալու մրցանակը։ Անչափ շնորհակալ եմ նման հաղթանակի համար, որ արժանացել եմ ու ասեմ իմ սիրելի համագյուղացիներ, ձեր շնորհիվ է, որ ես ստացել եմ ու արժանացել եմ նման հարգանքի։ Եթե դուք չլինեք, ինձ ուժ չտայիք, ինչ չոգևորեք, հաստատ ես այս արդյունքի չէի հասնի։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Հատուկ մրցանակ ունի Քասախի օրիներքի հեղինակ Ջանիկ Ավետիսի Սահակյանը։ Համեցեք պարոն Սահակյան։ Սիրելի քասախցիներ, այսօր իրոք համաժողովրդական տոն է։ Մեր գյուղը արժանի է դրան։ Մեր գյուղը իր գրեթե 200-ամյա պատմության ընթացքում միշտ պարզերես է եղել և տվյալ շրջանում և ամբողջ հանրապետությունում, և աշխատանքում, և ռազմական գործում։ Եվ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ այս հրաշալի լավ միջոցառումը կազմակերպել են, սկսած վերջին երեխայից մինչև համայնքի ղեկավարը։ Ապրեք, շնորհավոր լինի և այնպես անենք, որ մեր գյուղի անունը միշտ բարձր մնա։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ։ Իսկ այս պահին խոսքը տրվում է Քասախի վարչական ղեկավար պարոն Թովմասյանին։ Ողջունում եմ բոլորիդ, սիրելի քասախցիներ, սիրելի հյուրեր։ Անչափ շնորհակալ եմ մասնակցության համար, կներեք ցրտի հարցը չեն կարողացել կարգավորել, մնացածը հիանալի է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Նայիրի համայնքի իմ գործընկերներին, համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի գլխավորությամբ։ Այս գեղեցիկ միջոցառման կայացման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Հոմպլեքս մոլ ընկերության գլխավոր տնօրեն պարոն Նորայր Մարտիրոսյանին։ Խնդրում եմ բարձր ծափարեք։ Պրոշյանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն պարոն Արմեն Գասպարյանին։ Martin Star ընկերության գլխավոր տնօրեն Գարիկին Ռևազյանին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են այս գեղեցիկ միջոցառումը անցկացնելու համար ու ասեմ այդ մարդիկ բավականին շատ են։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր չեն աջակցել, մեզ ավել են ուժեղացրել եւ մենք այս միջոցառումը կայացրել ենք, բայց վստահ եմ, որ հաջորդ անգամ իրենք էլ կաջակցեն, խնդրում եմ իրենց էլ բարձր ծափարեն։ Ժորժ ջան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլորի նախնիներին, մեր անձավորներին, ովքեր արյան եւ քրթունքի արդյունքով այս գեղեցիկ համայնքը կայացրել, շենացրել եւ փոխանցել են մենք եւ մենք բոլորս պարտավոր ենք այս մեր գեղեցիկ օջախը, քասախը փայփայել, սիրել, հոգ տանել մեկս մեկի նկատմամբ։ Այս համայնքում մեր հետ այս պահը պետք է վայելեին Վահագ ու բոլոր տղաները, ու մենք
ապրողներս պարտավոր ենք սիրել այս համայնքը, փայփայել, շենացնել։ Խնդրում եմ այս ավանդույթը մենք այսօր կանք վաղը չենք լինելու, արժևորենք մարդուն, արժևորենք քաղաքացուն, զարգացնենք Քասախ այս գեղատեսիլ վայրը, մենք ապարանում, մեզ ոնց որ մեր արյան վրա գրված է եղել, որ մենք պետքա Արևմտյան Հայաստանից գայինք ապարան, ամբողջ ապարանի շրջանում շատ հայտնի Քասախ տնտեսություն ունենանք, հետո տեղափոխվենք այս շատ գեղեցիկ տեղում ստեղծենք այս իրուն համայնքը ընդամենը 60 տարում։ Մարժևորենք մարդուն, սիրում եմ բոլորի, շնորհակալ եմ մասնակցության համար ու շարունակվելու է մեր միջոցառումները։ Փառք մեր բոլոր նահատակներին, փառք մեր հերոսներին, փառք մեր երեխաներին, որ ապրելու են իրոք երջանիկ ու խաղաղ Հայաստանում։ Բարձր ծափանենք, շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Իսկ այս պահին բեմահարթակը տրամադրում ենք մեր Քասախի գեղեցկուհի պարուհիներին։
Սիրելի ժողովուրդ, մենք քիչ առաջ ունկնդրեցինք երաժշտական մաս պարային 3 խումբ, երջանկահիշատակ հորս Ալբերտ Ղազարյանի գլխավորությամբ, որը ներկապային մեզ հետ չէ ցավոք, բայց նրա հոգին, նրա ուժը բոլորիս մեջ է, բոլոր քասախցիներիս, հպարտ եմ, որ իր աղջիկ դեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արմեն Մուշեղյանին։ Շնորհակալություն նաև մեր փոքրիկ պարոհիներին, գեղարվեստական ղեկավար Մերի Հովանիսյան։ Հարգելի հյուրեր, ավարտվեց մի հրաշալի օր, մեր միասնության համաշխարհության օրը։ Անկասկած, հոբելյանական տարիներ էլի են գալու։ Ամուր մնանք, որ մշտապես տոնենք մեր սիրելի տան տարեդարձները։ Սիրելիներս, մեր սերունդները ստեղծել են այսպիսի քաղցախ։ Աշխատեք այն դարձնել ավելի լավը, ավելի ուժեղ։ Միայն մի բան հիշեք, քասախցին հանձնվելու մասին չպետք է մտածին։ Շնորհավոր տարեդարձը, սիրելի քասախ, ապրիր հավերժ ու գեղեցիկ։ Հարգելի հյուրեր, սիրելի քասախցիներ, շնորհակալություն, որ չանտեսեցիք ցուրտն ու մինչև վերջ մնացիք մեզ հետ։ Ձեր սրտի չափ Աստված ձեզ տա։ Իսկ այսօրվա գեղեցիկ միջոցառումը սիրով ձեզ համար վարեցին պարոն Ռոլանդը, Նելին եւ Բուրաստանը։ Շնորհակալություն բոլորին։ Մի հավելում եւս, նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնենք մեր այս գեղեցիկ տեսքի համար, հարգելի Գայանեին, զգեստների ոճային մտահղացման համար եւ Վերգինե Սմբատյանին այս գաղափարը կյանքի կոչելու համար։ Ձեր շնորհիվ մեր բեմը լցվեց հայկական շնչով։ Եվ իհարկե այս ճկնաղ զարդերը, որոնք պատրաստում է եւ տրամադրում է մեզ մեր սիրելի Վերգինեն։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։